Երկրորդ օրն է գայլերը հարձակվում են Գյուլակարակի մանր եղջերավոր կենդանիների վրա գիշատիչներին առաջին օրը գյուղացիները նկատել են, զենք չեն ունեցել, բայց կարողացել են կենդանիներին պաշտպանել։ Գայլերի ոհմակի երկրորդ փորձը սակայն հաջողությամբ է ավարտվել, հոշոտել են Դողոլյաններին պատկանող 30 ոչխար։ Բայց դե սա չի ապրի, ոչ մեկը չեն ապրի։ Չի ապրի, ուղղակի դիմադրումը էլի մի քիչ։ Սրտի հաշվին ապրում։ Հա, սրտի հաշվին ապրում։ Կենդանի մնացած, սակայն վիրավոր ոչխարները ենթակային մորթի համայնքի անասնաբույժը եկել է դեպքի վայր ու արգելել մսի օգտագործումը։ Նրա հրահանգով վիրավոր ոչխարները եւս կմորթվեն ու կթաղվեն համայնքից հեռու հիվանդություններից խուսափելու համար։ Մեր կառավարությունը արգելել է այդ գայլերի սպանդը, գայլերի ոչնչացումը ու դրանք ավելի են շատացել։ Օրը ցերեգով գալիս են գյուղը, մտնում գոմերը եւ այլը եւ այլը։ Տուժած ընտանիքին 50,000 դրամ աջակցություն է ցուցաբերվել համայնքային բյուջեից, խնդրով դիմել են նաեւ Լոռու մարզպետարան, առաջիկայում նաեւ կառավարությունից աջակցություն կխնդրեն։ Վարկով առել էի, գյուղ վարկ ունեմ քանի հատ վերցրած, որ բազմացնեմ, գյուղում ուրիշ գործ չկա, անասնապահություն, դաշտավարություն, հետ էլ եկավ սենց եղավ։ Այո, հանձնաժողովի իր աշխատանքը կատարել առավոտը շուտ, մենք դիմել ենք մարզպետին, պիտի դիմենք կառավարությանը, որ ինչ-որ մի ձևով աջակցեն։ Գայլերի հասցրած վնասը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Նման դեպքերից խուսափելու համար համայնքապետարանը հորդորում է առավել ամուր կողպել անասնագոմերը։ Սարգիս Գոքորյան, ժամը լրատվական։